Ուկրաինայում պատերազմն ավարտելու խաղաղ համաձայնագրի բաղադրիչների մեծ մասը արդեն համաձայնեցված է։ Թրամփի գրառումները նախագահի հետ նախատեսված հեռախոսազրույցին ընդառաջ։ Զրույցը նախատեսվում է կկայանա այսօր երեկոյան։ Թրամփը նշել է, որ անհամբերությամբ է սպասում Պուտինի հետ զրույցին, քանի որ հազարավոր երիտասարդ զինվորներ մարդիկ են մահանում։ Ամեն շաբաթ կողմերը շուրջ 2500 զինվոր են կորցնում եւ այդ ամենին պետք է վերջ տրվի։ Թրամփը կոչ է արել անօրինական ներգաղթյալներին կամավոր լքել ԱՄՆ։ Մարդիկ, որոնք անօրինական են գտնվում մեր երկրում, կարող են կամ իրենք դուրս գան կամ արտաքսվեն, ինչը այնքան էլ հաճելի բան չէ, ասել է Թրամփը։ Իսրայելը քաղաքական իրավիճակին համապատասխան զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում Համասի օբյեկտների ուղղությամբ։ Իսրայելի ՊԲ-ն է հայտնել։ Նեթանյահուն եւ Կացը զինվորականներին հրահանգել են վճռական միջոցներ ձեռնարկել Համասի դեմ։ Բանակը կարգադրել է մարտի 18-ից ժամանակավորապես դադարեցնել ուսասատությունների աշխատանքը Իսրայելի այն բնակավայրերում, որոնք գտնվում են էքսկլավի հետ սահմանի մոտ։ Համասը մերժել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի եւ այլ միջնորդների բոլոր առաջարկները։ Գազայի հատվածի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 412-ի, ավելի քան 500-ը վիրավորվել են։